ԵԱՏՄ-ԹԻՄ պետք է կողմնորոշվել։ Անցած շաբաթավերջին Մոսկվայից գրեթե ամեն օր հնչող այս հորդորին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձագանքում է, թե այսօր դեռ պահը չէ։ Пошли бы по пути мягкого и взаимовыгодного развода. Կրեմլի ղեկավարի ուղիղ առաջարկից հետո այսօր էլ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ վարչության ղեկավար Միխայել Կալուգինն է հայտարարել. Հայաստանը երկու աթոռին միաժամանակ նստել չի կարողանա եւ զգուշացրել մեջբերեմ Երևանի այսպես կոչված եվրոպական ուղիով առաջ խաղացումը ինչ որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերություններում համակարգային փոփոխությունների։ Ինտեգրացիան պահանջում է համակարգված աշխատանք, ինչը դժվար թե համատեղելի լինի այն մոտեցման հետ, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտվում է որպես ժամանակավոր միջոց։ Մինչդեռ ընթանում են այլընտրանքային միության որոնումները կամ միանալու գործընթացը։ Պարզ ասած, երկուսը միաժամանակ հնարավոր չէ։ Արտգործնախարար Միրզոյանը Ազատության հետ զրույցում ընդգծում է, իրենք էլ են նույնը ասում, որ այդ երկու կառույցները համատեղելի չեն։ Իսկ երբ ընտրություն անելու պահը գա, կընտրեն, իսկ նախարարը հնարավոր համարում է, որ Մոսկվան պարտադրի արագ որոշել։ Մենք ռուսաստանցի գործընկերների հետ այդ կետի վրա էլ վերջին խոսակցությունը ամենաթարմ խոսակցությունը ավարտել ենք, որ ինչ-որ պահ լինի, երբ որ պետք է ընտրություն անեն, մենք թափանցիկ գործընկերաբար կխոսենք եւ մեր ժողովրդի հետ այդ ընտրությունը կանենք, թե որը կլինի այդ ընտրությունը, դա չգիտենք։ Ակնհայտորեն ԵՄ անդամ լինել եւ ԵԱՏՄ անդամ լինել միաժամանակ չի լինի։ Այսօր այդ հարցը չկա։ Ռուս դիվանագետը կրկին շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է եւ որ հայկական ալկոհոլային խմիչքների 78%-ը եւ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը արտահանվում է ռուսական շուկա։ Կալուգինի խոսքով Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվել են իրենց քաղաքացիներին բացատրել Եվրասիական եւ եվրոպական միությունների դրական եւ բացասական կողմերը։ Նախարար Արարատ Միրզոյանն այսօր չհամաձայնեց ձևակերպման հետ, թե Հայաստանը փորձում է միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Հիմա Հայաստանը նստած չի, հիմա Հայաստանը կանգնած զարգանում եւ առաջ է գնում։ Թե տենց շատ ուզում եմ ալեգորիան երկու աթոռ, դա ուրեմն երկու աթոռ չի, դա 22 աթոռ է։ Երրորդ տարին է Երևանը պնդում է, թե վարում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն, բայց օրինակ նախորդ տարի Եվրամիության հետ առևտուրը կազմել է 2.5 միլիարդ, ինչը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 11.7%-ն է։ Մինչդեռ Ռուսաստանի հետ առևտուրն անցած տարի կազմել է 7.7 միլիարդ, ընդհանուրի 35.8%-ը։ Ռուս դիվանագետն անդրադարձել է նաև հարավկովկասյան երկաթուղու կառավարման հարցին։ Այստեղ էլ կրկնել է այն, ինչ անցած ամիսներին ասվել էր, թե հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը չի սահմանափակում Հայաստանի մրցակցային առավելությունները։ Նաև Փաշինյան-Պուտին ապրիլ 1-յան հանդիպումից է որոշ մանրամասներ հայտնել։ Պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ եւ փոխըմբռնում է ձեռք բերվել հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում։ Թե կոնկրետ ինչ մասնակցության մասին է խոսքը եւ ինչպես է այն իրականացվելու, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի մանրամասնել։ Շատ փակագծեր չի բացում նաեւ Հայաստանի արտգործնախարարը։ Այն գլխից էլ, երբ որ սկսեցինք խոսել ապաշրջափակման մասին, եթե չեմ սխալվում, ռուսաստանյան գործընկերները հրապարակային ողջունեցին, ցանկություն էլ հայտնեցին որևէ կերպ մասնակցել։ Հիմա էլ կարող օրինակ հենց հիմա Հարավկովկասյան երկաթուղիների ռուսական ընկերությունն է, չէ՞, եթե մասնակցում են արդեն, եթե Ռուսաստանից ցորենը օրինակ ոնց է գալիս է Ադրբեջան, Վրաստան, Հայաստանում երկաթուղիները կարծես այսինքն 1000 ձև ու 1000 շերտ կա, էլի։ Բացի դրանից ինչ որ ուրիշ մասնակցության ձևաչափ կլինի քննարկենք հենց նոր այդ գործընթացը սկսվել։ Թրիփում ռուսական մասնակցության մասով Միրզոյանն ասում է, այս պահին Երևանն ու Վաշինգտոնը որևէ երրորդ կողմի ներգրավվածության շուրջ քննարկում չունեն։ Թրիփից խոսել է նաև ռուս պաշտոնյան եւ պնդել Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ուղին մեջբերեմ ավտոմատ կերպով չի նախատեսում հայկական եւ ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք համակցում։ Каждый проталкивает свои интересы кто как может։ Երևանի եւ Մոսկվայի միջև արկա այս տարաձայնություններին զուգահեռ ազգային ժողովի նախագահն է Դոյչե Վելեին ասել, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կմնա այնքան, որքան նախատեսված է պայմանագրով, իսկ դրանից հետո կհասկանան։ Թեև իշխանությունը հայտարարում է հաստատված խաղաղության մասին, Սիմոնյանը հարցազրույցում չէր բացառում որևէ X երկրի հարձակումը Հայաստանի վրա։